Գիտեք, այսօրվա խոսքը, երբ որ մտածում եմ ինչի մասին խոսեմ, մի բան եկավ մտքիս, ու այն ինչ որ եկավ մտքիս, դա Աստծո խոսքից է ու հենց դա վերցրել եմ որպես վերնագիր։ Կանչիր Տիրոջը եւ նա կպատասխանի քեզ։ Գիտեք, այս խոսքը Երեմիա 33-րդ գլխի 3-րդ խոսքն է։ Կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ։ Եվ ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պետք է պատմեմ, որոնք դու չես իմացել։ Այսօր խոսելու եմ մի կարևոր ճշմարտության մասին, թե ինչ է մեզանից կախված, ինչ մենք պետք է անենք։ Ու խոսելու եմ հենց Տիրոջը կանչելու մասին։ Գիտեք, ուզում եմ մի փոքր sense վկայությամբ սկսեմ խոսքս, ուզում եմ sense մտածում եի, հա, ինչ խոսեմ, sense ուզում եի հիշեի այն առաջի պահը, թե ես ոնց կանչեցի Տիրոջը ու գիտեք հիշեցի թե ոնց եղա որ ես Տիրոջը ճանաչեցի ու դա եղել է կանչով ես կանչել եմ Հիսուսին ես մի բան եմ ասել եմ Տեր եթե դու իրոք կաս կանչում եմ քեզ արի իմ կյանք ուզում եմ քեզ ճանաչել ես հասկացա որ ես Տիրոջը կանչեցի եւ նա ինձ պատասխանեց շատ արագ ինձ պատասխանեց Երբ որ ես փնտրում էի ճշմարտությունը, երբ որ ուզում էի հասկանալ թե այս կյանքի իմաստը որն է, ես այդ փնտրտուքի մեջ լսեցի Տեր Հիսուսի մասին եւ մի օր ես անկեղծ սրտով եկա Տեր Հիսուսի առաջ ու կանչեցի իրեն։ Ասացի կանչում եմ քեզ Տեր, արի իմ կյանք։ Չգիտեմ դու ինչ կերպ դա կանես, չեմ պատկերացնում, քեզ չեմ ճանաչում, բայց անկեղծ կանչում եմ քեզ, որովհետեւ հասկանում եմ, որ դու իրական ես։ Ու շատ կարևոր է որ մենք միշտ Տիրոջը կանչենք։ Մեր կյանքի տարբեր իրավիճակներում մենք հասկանանք, որ մենք պետք է Աստծուն կանչենք։ Գիտեք, երբ որ Աստծո խոսքի մեջ նայում ես, շատ օրինակներ կան ու այն հերոսները, լուրջ հերոսները, հա, իրանք անդադար Տիրոջն էին կանչում։ Դավիթ թագավորը, երբ որ ուսումնասիրում ես Դավիթի կյանքը, ուրախ ժամանակ, երբ որ հաղթել է, պարտության ժամանակ, անգամ մեղքի ժամանակ, երբ որ ինքը ընկած էր, ինքը Տիրոջն էր կանչում։ Ինքը մի բան էր հասկացել, մի ճշմարտություն էր հասկացել, որ ինքը Տեր Աստծո կարիքը ունի, ու ինքը անդադար իր կյանքի ընթացքում պետք է Աստծուն կանչի։ Շատ կարևոր է, որ մենք միշտ նրան կանչենք։ Շատ ժամանակ, երբ որ քո կյանքում դժվարություններ կան, երբ որ դու հիասթափված ես, դու մոռանում ես, որ դու ունես մեկին, ով որ ստեղծել է այս երկիրը, տիեզերքի արարիչը, ամենազորեղ անձը, որ քո հայրն է, դու մոռանում ես։ Մոռանում ես, որ դու նրա զավակն ես, դու պետք է գաս իր առաջ ու կանչես Տիրոջը։ Հասկանաս, որ այդ դժվար իրավիճակից ինքը կարող ելք տա, ինքը կարող քեզ օգնի։ Իր կամքը լավագույնն է, բարին, հաճելին է։ Այն է ինչ որ մեզ պետք է, ամենակարևորն է իր կամքը։ Շատ ժամանակ մենք ինչ որ մեր մտքում, չգիտեմ, խնդրանքներ ունենք, աղոթում ենք ինչ որ բանի համար, որը որ մեզ իրականում այդքան էլ պետք չի։ Մենք պետք է խնդրենք Աստծո կամքը։ Մենք պետք է խնդրենք, որ Տերը անի այն, ինչ ինքն է ուզում։ Մենք պետք է վստահենք, որ իր կամքը բարի է մեր ընթացքի համար։ Ու շատ կարևոր է, որ մենք Տիրոջը կանչենք։ Հասկանանք, որ մենք իր կարիքը ունենք։ Այն, որ մենք հիմա ապրում ենք, այն, որ մենք հիմա շնչում ենք, այդ Հիսուսի շնորհիվ է։ Այդ ինքն է կամեցել, որ մենք հիմա ապրենք։ Այն ամեն ինչ, որ մեր կյանքում կա, այն ժամանակավոր ամեն ինչը, որ մենք մեր ժամանակն ենք սպառնում, ամեն ինչ ունայն է ու անցնելու է։ Բայց Տիրոջը կանչողները, Տիրոջը ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն չեն հոգնի, կգնան եւ չեն նվաղի։ Մենք պետք է անդադար Տիրոջը կանչենք։ Ինչ իրավիճակի մեջ որ լինես, պետք է Տիրոջը կանչես։ Ու շատ կարևոր է, որ մենք սա մեր մոտ բացվի։ Մենք սա հասկանանք, որ մենք սրա կարիքը շատ ունենք։ Հավատանք, որ Տերը ուզում է, որ մենք իրան կանչենք։ Բարեխոսենք իր ժողովրդի համար, աղոթքներ անենք։ Երբ որ Իսրայել ժողովուրդը դժվար իրավիճակի մեջ են անապատում, Մովսեսը իրենց համար Տիրոջն էր դիմում, կանչում էր Տիրոջ, ասում էր Տեր օգնի, քո ժողովուրդը ծառավ է, քո ժողովուրդը սոված է, ինքը կանչում էր Աստծուն, որտեվ գիտեր, որ Տերը ամեն բան կարող է անել։ Այն ամենայն գերբնական կերպով Աստված կարա գործի, ժայռից կարա ջուր բխեցնի, երկնքից կարա հաց տա։ Մեր մարդկային ուղով մենք կարանք դա չհասկանանք, բայց Տերը կարա դա անի։ Բայց դրա համար պետք է որ մենք Տիրոջը կանչենք։ Հավատքով Տիրոջը կանչենք։ Դժվար իրավիճակի մեջ ես, հիասթափված ես, կանչի Հիսուսին։
Նեղության մեջ ես, կանչի Հիսուսին։ Մեղքի մեջ ես, մեղքի պատճառով ընկել ես, սայթակել ես, կանչի Հիսուսին։ Ապաշխարի, զղջա, կանչի, թող գա ու քո կյանքը մաքրի։ Թող իր արյունով սրբի քեզ, ինքը ուզում է դա անի։ Մենք այդ քայլը պետք է անենք, Տերը առաջի քայլը արել է, մեր համար խաչվել է, մեր մեղքերը խաչին է գամ։ Ու մենք պետք է երկրորդ քայլը անենք, այսինքն մյուս քայլը մենք պետք է անենք, ինքը առաջի քայլը արել է։ Իսկ այդ մյուս քայլը իրան կանչելն է, շատ պարզ, իրան հավատալն է։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքի մեջ, այն մարդիկ, որ ապաշխարել, իրանք կանչում էին Հիսուսին, Հիսուս Դավթի որդի, Տեր քո կարիքը ունեմ, Տեր ողորմիր ինձ, Տեր բժշկիր ինձ։ Շատ վկայություններ կան, որ Տիրոջ ովքեր որ դիմել են, Տերը եկել է, բժշկել է, ազատել է, ազատագրել է։ Ու այո, մենք ունենք Տիրոջը կանչելու կարիքը։ Եվ այո, նա կպատասխանի, որտեվ այն ամենը, ինչ որ Տերը իր խոսքի մեջ ասում է, ինքը հավատարիմ է, ինքը դրա հետևում կանգնած է։ Կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ։ Նեղության օրը կանչի Տիրոջը, ու նա քեզ կազատի եւ դու կփառաբանես նրան։ Սա Սաղմոսներ 50-րդ գլխի 15-րդ խոսքն է։ Այո, նա կպատասխանի քեզ։ Նա կազատի քեզ նեղության օրը, երբ որ դու նրան կանչես, եւ այո, դու կփառաբանես նրան, որտեվ կհասկանաս, որ ինքը քեզ օգնեց, կհասկանաս, որ այդ դժվար իրավիճակից ինքը իր ձեռքը մեկնեց ու քեզ հանեց այդ տեղից։ Գիտեք, շատ ժամանակ այն փորձությունները, որ մեր կյանքում կա, որ մենք նեղվում ենք, գիտեք, մի բան եմ հասկացել, որ շատ ժամանակ այդ դժվարությունները պատճառ են հանդիսանում, որ մենք ավելի շատ Աստծուն մոտենանք։ Դա այդպես է։ Քո կյանքում կարա լինի դժվար իրավիճակներ, ճգնաժամեր, բայց երբ որ դու այդ ընթացքում փորձում ես նայես Տիրոջը, նայես Հիսուսին, դու ավելի ես մտերմանում Աստծո հետ։ Ու այդ մտերմության մեջ հարատևելով Տերը հանում է քեզ այդ տեղից, ու քեզ ամրացնում է, քեզ ուժեղացնում է։ Չարի նպատակն է, որ այդ դժվարության մեջ դու ընկած մնաս։ Դու չնայես Աստծուն, չբռնես Հիսուսի ձեռքը, այլ ընկած մնաս այնքան ժամանակ, մինչև վերջնական քո վերջը կգա ու կկործանվես։ Չարի նպատակը դա է, բայց Աստված ուզում է, որ դու նայես նրան ու իր ձեռքը բռնես, որ քեզ հանի այդ ճահճից, որ քեզ մաքրի, սրբի, քո հանդերձները փոխի, քեզ տա հավիտենական կյանք, Տերը դա ուզում է, ու դրա համար իր որդուն է ուղարկել, որ նրան հավատալով չկորչենք, այլ ունենանք հավիտենական կյանքը։ Եվ իմ խնդրանքն է այսօր, եթե այս խոսքերը հպվեցին քո սրտին, միասին միաբան աղոթենք ու կանչենք Տիրոջը։ Եկեք կանգնենք եւ աղոթենք։ Տեր իմ Աստված, գոհանում ենք քեզանից։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ քո կյանքն ես տվել։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված, որ չարչարվե, տառապե եւ խաչի մահով մահացել ես մեզ համար, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Այն ամենը ինչին որ մենք էինք արժանի, Տեր իմ Աստված, այդ դու կրեցիր, Տեր։ Մեր մեղքերը վերցնելով Տեր իմ Աստված խաչին գամից, շնորհակալ ենք քեզանից Հիսուս։ Այդ մենք պետքա քո փոխարեն մահանայինք Տեր իմ Աստված, բայց դու նախընտրեցիր քո կյանքը մեր համար տաս, Տեր իմ Աստված։ Հավատում ենք քեզ, Տեր Հիսուս, եւ խնդրում ենք Տեր իմ Աստված, որ մեզ մաքրես։ Ահա քո առաջ ենք, Տեր։ Մաքրի մեր սիրտը, Տեր իմ Աստված, մեր անձը մաքրի, Տեր, ամեն բան, ինչ որ քո կամքի մեջ չի, Տեր իմ Աստված, խնդրում ենք, որ ցույց տաս ու օգնես, որ կարողանանք մեր կյանքից արմատախիլ անել, Տեր։ Մենք քո կարիքը ունենք, Հիսուս, ահա քո առաջ ենք, Տեր իմ Աստված, մեր սխալներով հանդերձ, Տեր, խնդրում ենք, որ ներես մեզ, Տեր իմ Աստված, խնդրում ենք, Տեր, որ քո հոգին ուղարկես, Տեր, մեր սիրտը բացում ենք քո առաջ, Տեր, եւ կանչում ենք քեզ, Հիսուս, մեր կյանքը տալիս ենք քեզ, Տեր իմ Աստված, ուզում ենք Տեր իմ Աստված, որ մեր կյանքում քո սուրբ անունը փառավորվի, Տեր իմ Աստված, այո, մենք կանչում ենք քեզ, Տեր, հավատալով, որ դու կպատասխանես, հավատալով, որ դու կայցելես եւ կհպվես, Տեր իմ Աստված, կանչում ենք քեզ, Հիսուս, արի ու լցրում ես քո ներկայությամբ, Տեր իմ Աստված, ուզում ենք ճաշակենք, Տեր իմ Աստված, տեսնենք, թե որքան քաղցր ես դու, Հիսուս, քո ներկայությունը զգանք, Տեր իմ Աստված, մենք հասկանում ենք, Տեր, որ դու քո կյանքն ես տվել, եւ խնդրում ենք, Տեր, որ օգնես, որ հավատանք քեզ, Տեր, հավատանք, որ դու տիեզերքի Տերն ես ու քո համար անհնարին ոչինչ չկա, Տեր իմ Աստված, հավատանք քեզ, Տեր, այն վախերը, որ կարան գան, այն կասկածները, որ կարան գան մեր կյանքում, Տեր իմ Աստված, նայենք քեզ, հավատանք քո ներգործությանը, այդ ամեն ինչը կվերանա, Տեր, մենք մեր հավատքի մեջ ենք տկարանում, Տեր իմ Աստված, օգնի մեր անհավատությանը, Հիսուս,
Օգնի, որ քեզ հավատանք, Տեր իմ Աստված։ Մեր ամբողջ սրտով մեր հույսը քո վրա դնենք, Տեր իմ Աստված։ Քեզանով է մեր փրկությունը, քո մեջ է մեր պաշտպանությունը, Հիսուս։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Մեր կյանքը քո ձեռքերի մեջ ենք հանձնում, Տեր իմ Աստված, եւ խնդրում ենք, որ մեր կյանքը դու տնօրինես, Տեր իմ Աստված։ Սիրում ենք քեզ, Տեր, եւ ուզում ենք, որ մեր կյանքում քո սուրբ անունը փառավորվի, որովհետեւ դու ես արժանի ողջ փառքը ընդունելու։ Աղոթում ենք Տեր իմ Աստված քո որդի, մեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։